Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, այսօր տեսակապով ես կզրուցեմ Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խաչիկյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեզ հետ կապ հաստատելու համար։ Շնորհակալ եմ։ Խոսենք արտաքին եւ ներքին քաղաքական թեմաներից, քանի որ երկու դաշտում էլ բուռն գործընթացներ են ընթանում, նախ խոսենք Ադրբեջանից հնչող հայտարարությունների մասին, նախաստորագրված խաղաղության պայմանագիր կա, բայց այս ամենին զուգահեռ Ադրբեջանը շարունակում իր պահանջները ներկայացնել, որոնք այդ պայմանագրում չկան, օրինակ ադրբեջանցիների այստեղ գալ ապրել, անկլավների թեման, որը առանձին հանձնաժողովում է քննարկվում թեման եւ դեռևս որոշումների փուլում են։ Ամեն դեպքում գործընթացը առաջ չի շարժվում եւ Ադրբեջանը երբեմն այնպիսի հայտարարություններ է նույնիսկ անում, որոնք կարող են վնասել Փաշինյանին, Արցախյան հարցի հետ կապված որոշ մանրամասներից է խոսել Բայրամովը, որ 2018 թվականին Փաշինյանը համաձայնվել է Արցախյան հարցի հետ կապված լուծումների, հետո արդեն 2019 թվականին նա մերժել է, ասել է, որ եթե նման բանան իրեն կսպանեն։ Ամեն դեպքում Բաքվի կողմից այս հռետորաբանության կոշտացումը ինչ մեկնաբանություն ունի եւ ինչ խնդիր են այս փուլում իրենց առաջ դրել։ Մենք ձեր մոտ տարիներով ասել ենք, որ այս մարդը չի կանգնի, նա զգում է իր ուժը եւ նա զգում է, որ իր արչեւ նստած է իր սեփական դեսպանը Հայաստանում, որը ներկայացնում է Ադրբեջանի շահերը, եւ ինչ որ նա պահանջում է, նա ստանում է։ Նա պահանջեց Ղարաբաղը ստացավ, պահանջեց Թավուշը ստացավ, պահանջեց Զանգեզուրի Միջանցքը ստացավ, հիմա գործը հասավ Սևանին, հիմա գործը հասավ Տիգրանաշենին, որից հետո մենք կորցնելու ենք կապը Սյունիքի հետ եւ Սյունիքը ընկնելու է տոտալ շրջափակման մեջ։ Նա տեսնում է, որ ոչ մի դիմադրություն այս կառավարությունից այսպես ասած չկա։ Իրենց ուժը մենակ պատում է մեր լրագրողներին գետնին գցելու, ձերբակալելու եւ այս խայտարակ տերորը շարունակելու համար։ Իդեպ ուզում եմ իմ աջակցությունը հայտնեմ Վազգենին եւ Նարեկին եւ մեկ անգամ եւս ամոթ տամ մեր եվրոպական ամերիկյան 15 երեսանի ընկերներին, որոնք լռում են, տեսնելով ոնց է շարունակվում այս տերորը, ցույց տալով իրենց երեսպաշտ մանիպուլատիվ այդ իրենց բնույթը։ Եվ վերադառնալով ձեր հարցին, սա բանակցություններ չեն։ Սա պայմանագիր չէ։ Ցանկացած նորմալ երկրում այսպես չէ լինի։ Դուք նստում եք, բանակցում եք, կամ գալիս եք համաձայնության, կամ չեք գալիս։ Այստեղ անընդհատ այս խումբը հետ է քաշվում, անընդհատ կտոր Հայաստանը զիջում է, մենակ մնա իշխանության։ Ես մի օրինակ բերեմ, պատկերացրեք, որ մենք փորձենք մեքենա ձեռք բերել շուկայում, գնանք, ասենք ինչ որ մեկին $5000 տանք եւ հետ գանք եւ մեր այսպես ասած տնեցիք հարցնեն ուրա մեքենան, մենք ասենք շուտով կբերեն։ Դրանից հետո անցնի մի երկու շաբաթ, էլի գնանք, ասեն, գիտեք, մի $2000 էլ տվեք։ Հետո մի շաբաթ անցնի, էլի մի $1000 էլ ավելացնենք, հետո էլի $2000 ավելացնենք։ Ի վերջո մեր տնեցիք կասեն դուք մեքենա վաճառելու հետ որևէ գործ չունեք, դուք չեք հասկանում դա ոնց է կատարվում։ Մեքենան չկա։ Այդ նույն ձևով մենք այս փողը տալիս ենք, զիջում ենք, ամեն ինչ զիջում ենք, հետ են քաշում, խաղաղություն չկա։ Միթե դժվար է հասկանալ, թե սա որտեղ է տանում։ Հիմա արդեն խոսք է գնում Սևանի մասին, Սևանի։ Այս մարդը ինչ որ ասել է, մեր հարևան երկրի ղեկավարը, ինչ որ նա ասել է, նա ստացել է։ Նա մերի պես չի, որ ամեն օր իր բառը խոսքերը փոխում է։ Նա ինչ ասեց, նենց էլ եղավ։ Հիմա խոսքը գնում է Սևանի մասին։ Իդեպ շուտով շաբաթում ընտրություններ են լինելու, ուզում եմ հիշեցնեմ մեր մարդկանց, որ նրանք որոշելու են մեր ապագան։ Եթե նրանք էլի այս խմբին քվեարկեն, ավելի լկտի ձևով նրանք շարունակեն հարձակվել մեր եկեղեցու վրա։ Եվ վաղար շաբաթը իր անունն էլ ունի, ադրբեջաներեն Յուչ Քիլիսա են ասում։ Այսինքն այդ մարդիկ թող որոշեն, նրանք ուզում են զարթնեն հաջորդ օրը Էջմիածնում վաղար շաբաթում, թե Յուչ Քիլիսայում, եւ թող հիշեն Ղարաբաղցիների դեմքերը, երբ որ նա իրանց խոստանում էր, որ Ղարաբաղը Արցախը Հայաստան է եւ վերջ։ Երբ նա գնաց Սյունիք, ասեց, որ մենք կորիդորը չենք զիջելու, ու զիջեց։ Եվ նա գնաց Կիրանց, հիշեք Կիրանցիների բանի, Կիրանցի բնակչությանը ինչ խոստումներ էին տրվել եւ հետո այդ մարդիկ ոնց էին լացելով դուրս գալիս իր հետ հանդիպումից հետո։ Այդ խոստումներ տալը եւ խաբելը իր մասնագիտությունն է։ Թող այս մարդիկ լավ հիշեն, քանի անգամ նա խոստում տվել եւ դա ինչով է վերջացել։ Եթե նա ընտրվի, ավելի լկտի ձևով կշարունակեն հարձակումները մեր եկեղեցու վրա, շատ հնարավոր է մայր տաճարը հրճակի, որ դա հայկական չի, աֆղանական է։ Ինչ հիշում եք Բոբ Ամստերդամը, որ խոսում էր Տակեր Կարլսոնի մոտ, նա ասեց, այս մարդը ատում է իր սեփական կրոնը։
իր սեփական պատմությունը։ Դա ասում է ամերիկացի փաստաբանը։ Նա իսկապես ատում է, վրեժ է հանում մեր ժողովրդից իր սեփական ոչնչության համար։ Դրա համար ես կարծում եմ հաջորդը կլինի մեր եկեղեցիները խաչերը կսկսեն հանել, կասեն որ որոշ եկեղեցիները մսկիթներ էին, ամեն ինչ որ կողքի երկրից ասում են, Ադրբեջանից ինչ որ ասում են, նա կատարում է։ Թող վաղարշապացիները դա լավ հասկանան, թե մեր գլխին ինչ է գալու։ Եթե նրանք էլի սրանց ձեն տան։ Բայց Նիկոլ Փաշինյանը երեք բացատրում էր, որ իր պայքարը ամենևին էլ եկեղեցու դեմ չի, կաթողիկոսի դեմ է, նա պետք է հեռանա եւ հակառակը նա ուզում է եկեղեցին մաքրել եւ իրական հոգեվորականներով այդպես փոխարինել, այսպես ասած, եւ իդեպ դուք ինչ եք կարծում, արդյոք նա հետաձգում է այս գործընթացը, թե այլ մարտավարություն է մշակել, որովհետեւ նա երեք ասում էր, որ պետք է դեռ աղոթքները այնքան շարունակի, մինչեւ ինքը ամբողջապես մաքրվի եւ նոր գնա մայր աթոռ, կարծում եք ըստ էության նա այլ մարտավարություն է մշակել, տեսնելով որ բավարար չի մարդկանց թիվը, թե ինչ խնդիր է լուծում։ Գիտեք, իմ համար շատ դժվար է լսել, դուք շատ իզուր եք ցիտում այդ մարդուն, դա կիսախելագար մարդ է, աղանդի ղեկավար է։ Նա ոնց որ Ղարաբաղը մաքրեց, ոնց որ Կիրանցը մաքրեց, ոնց որ հիմա Սյունիքն է մաքրելու, այդ նույն ձևով էլ եկեղեցին է մաքրելու։ Նա ամեն ինչ ոչնչացնում է։ Նա մի անձ է, որ ատում է իր ժողովրդին եւ վրեժ խնդիր է լինում իր սեփական ժողովրդից իր անհաջողությունների համար։ Նա մի մարդ է, որը աղանդ է հիմնել փաստորեն։ Սա աղանդ է, որևէ երկրի ղեկավար վերջի իմ կարծիքով 500 տարվա ընթացքում որևէ երկրի ղեկավար չի փորձել խառնվել իր սեփական եկեղեցու գործերի մեջ եւ ստեղծել աղանդ։ Եվ սա իսկապես աղանդի անդամներ են, մեր շատ լավ ընկեր Գևորգ Պետրոսյանը վերջերս հիշեցրեց, որ մի կին կար, որ իր սեփական որդու կորուստը ուրացավ եւ ասեց ես իմ որդուն կորցրել եմ, բայց ձեզ եմ գտել։ Այսպիսի բան կարող է ասել միայն կամ խելագար մարդը կամ աղանդի անդամ, կամ էլ երկուսն էլ։ Պարզ է, որ սա մի աղանդ է, որը նա օգտագործում է մեր եկեղեցին կոտրելու համար։ Ամիսներ առաջ մենք ձեր մոտ ասել էինք, որ Տրամպի շուրջ կան եկեղեցական որոշ ներկայացուցիչներ Միացյալ Նահանգների, որոնք նույնպես ուզում են կոտրել մեր եկեղեցին, որ այլևս չկարողանանք դիմադրել Հայաստանի թրքացմանը։ Իսկ այս կիսախելագար վախեցած բռնապետի բառերը ես չեմ ուզում քննարկել եւ չեմ էլ ուզում իր անունը լսել։ Ամեն դեպքում վաղաշապատում ինչ ընտրություններ կլինեն, արդյոք լարվածություն կլինի, որովհետև խոսվում է այն մասին, որ շատ կարևոր է ընտրությունները իշխանության համար, հատկապես երբ կա այդպիսի ծրագիր գնալ մայրաթոռ, դուք ինչ կանխատեսումներ ունեք եւ ինչ պայքար կարող է լինել, ինչ է սպասվում Կիրակի օրը վաղաշապատում։ Նրանք փորձելու են ցանկացած ձևով ճնշել, խեղաթյուրել, կեղծել, մարդկանց էլի ցուցակներով բերելու են, ոնց որ բանում Եթե իրանց աղանդավորների հավաքը որ անցկացրեցին, տենց էին, չէ՞ մարդկանց բերում։ Այդ նույն ձևով կփորձեն այնտեղ ամեն ինչ կեղծել, իհարկե կփորձեն ձերբակալել, փակել որոշ կուսակցությունները։ Դուք գիտեք, որ Եվրոպայից օգնություն են ստանում, 125 միլիոն եվրո են ստանում, նույն ձևով ինչպես Մոլդավիայում էր արվել, նույն ձևով կեղծելու են Հայաստանի ընտրությունները։ Իրանց ռեյտինգները այդքան էլ բարձր չեն, դուք տեսնում եք հարցումները ցույց են տալիս, որ բարձր չեն։ Դրա համար է այսպես վախեցած։ Մոտ 17% է, թե ինչ է։ Դե մի 10% էլ երևի կավելացնի այդ կեղծիքների հաշվին։ Շատ կարևոր է, որ մարդիկ գնան, մարդիկ քվեարկեն, իրենց ձայնը տան, ցանկացած տեխնացուի, բայց եթե նրանք այս խումբը նորից ընտրեն, նրանք կողքեվորվեն, կգնան կփորձեն ձերբակալել կաթողիկոսին, հարձակվել եկեղեցու վրա, մայրտաճարը կդարձնեն մզկիթ, Աստված գիտի էլ ինչ կանեն, եւ տեսեք թե ինչ եղավ Փարաքարում, բոլոր ընդդիմադիր քաղաքապետներից հենց այդ մարդը, չգիտես ինչու, սպանվեց վենդետայի պատճառով եւ այդ վարկածը հենց ինքն էլ ասել էր։ Հետո կպարզվի, որ ինչ որ ուրիշ կոռումպացված մարդիկ ունենք, դա գիտեք, գործ տվող է, ինքը ու իր թիմը դրանով են զբաղվում։ Իրանց մասնագիտությունն է։ Գյումրիում տեսեք ինչ արեցին, տարիներով չգիտես ինչու սպասում են, հետո վերջում հայտնաբերեցին ինչ որ մի բան։ Եվ կոռուպցիայի մասին են խոսում, երբ որ սեփական իրենց թիմը, որը ձև էր անում, որ նրանք ժողովրդի մարդ են, հեծանի վեր քշում, հիմա պարզվում է այդ անիֆի միջոցով մոտ 4 միլիոն դոլար 8 օրվա ընթացքում Հայաստանից հանել են, 530,000 դոլար տվել են ինչ-որ կազմակերպությանը, որ հրճակի, որ այս խղճուկ լրագրողը Հիսուս Քրիստոսն է։ Սա գիտեք ինչ, իմ համար շատ դժվար է էլի մտնել սրա մեջ, սա խելագարություն է։ Մենք ուղղակի որպես հասարակություն մեծ խնդիրներ ունենք, որ փաստորեն չկարողացանք մենք պետություն կառուցել, եւ դա իհարկե ոչ միայն այս խմբի մեղքն է, բայց այսպիսի խայտառակություն ես չեմ հիշում երբևիցե մեր պատմության մեջ։
Դուք խոսեցիք, որ Եվրամիությունը աջակցում է, մենք գիտենք, որ օրերս նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններն են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, ազգային ժողովի նախագահի հետ, արտգործնախարարի հետ, այսպիսի կարծիքներ են հնչում, որ հնարավոր է նրանք աջակցություն ցույց տան եւ որոշ կուսակցությունների թույլ չտան, որպեսզի նրանք ընտրությունների մասնակցեն, եւ Փաշինյանը կգնա դրան, երբ որ այնտեղից գոնե չեզոքություն կամ աջակցություն ստանա, դուք ինչ խնդիր եք տեսնում այս հանդիպման հետ կապված, արդյոք հետաքրքրված են իսկապես արևմուտքում, մասնավորապես Եվրոպայում, որ այստեղ Փաշինյանը վերընտրվի։ Դուք հիշում եք, չէ՞, այդ անձի անունը Ստանիսլավսկի էր, կարծեմ, որ հրաժարվել էր ողջունել երրորդ նախագահին, այսինքն փոխանակել Սերժ Սարգսյանին։ Այո, այսինքն խառնվել էր մեր ներքին գործերի մեջ, փաստորեն։ Եվ հիմա էլ ասում են դե իհարկե մարդ են սպանում, ծեծում, բանանում, բանտարկում, բայց դա ձեր ներքին գործերն է։ Իսկ 18 թվին, չգիտես ինչու դա մեր ներքին գործը չէր։ Նրանք իհարկե իրանց կարտ բլանշ են տվել, իրանց կասեն, որ մենք ձեր կողքին կանգնած ենք, ինչ ուզում եք արեք, ծեծեք, ջարդեք, ռումբ գցեք, վառեք, մենք կասենք, որ դա դեմոկրատիա է, որտեղ դուք գիտեք, նրանք 15 երեսանի ինչ որ մի հատ տենց երևույթ են, որը նայում է 120,000 մարդ ոնց է բանանում իրենց տները լքում, դառնում է գաղթական, նրանք դա նայում են, էթնիկ զտումը տեսնում են, ոչինչ չեն ասում։ Այդ նույն արևմուտքն է։ Նրանք իրանց իհարկե կարտ բլանշ կտան ցանկացած բան անելու։ Ինչ կուզեն կանեն։ Եվ սրանք երևի ավելի լկտի ձևով կհարցակվեն ընդդիմության վրա, այդ իրանց թավշյա խոստումները հիշում եք 18 թվականին։ Իդեպ ասեմ էլի, այն մարդիկ, ովքեր քաղաքի կենտրոնում թքում են քաղաքացու դեմքին, ընտանիքի անդամները թքում են ցուցարարների վրա ու մատ են ցույց տալիս։ Երկրի այսպես ասած ղեկավար են, մյուս տղեն, որը Facebook-ի վրա դոմփել բառն է գրում, մարդկության պատմության մեջ առաջի անգամ են Ասիրիայից, Եգիպտոսից սկսած մինչև մեր օրը որևէ երկրի ղեկավար ոչ Facebook-ում, ոչ թղթի վրա, ոչ էլ քարի վրա չէր գրել այդպիսի բան։ Եվ այդ ամենը չի համարվում խուլիգանություն, բայց խուլիգանություն է համարվում այն ինչ որ արեցին Վազգենը եւ Նարեկը։ Այսինքն տեսնում եք բացարձակ տերրոր, երկակի ստանդարտներ, ցավոք սրտի նրանք այսպես իրենց պահում են, որովհետեւ իրենց կողքին կանգնած է Անգլիայի, Ամերիկայի հետախուզությունը, Թուրքիայի, շատ հնարավոր է նաեւ Իսրայելի։ Եթե Փաշինյանը այսպիսի աջակցություն ունի, ապա ինչպես պետք է նրան հեռացնեն, այս հարցն է առաջ գալիս։ Դե միակ ձևը այս պահին պետք է գնալ ընտրությունների, այնպիսի թվերով գնալ, որ անգամ իրենց բոլոր կեղծիքների հետ միասին, այդ հանդերձ իրենց այդ ադմինիստրատիվ ռեսուրսի հետ հանդերձ գոնե մենք թույլ չտանք, որ նրանք էլի մեծամասնություն կազմեն, որովհետև նրանք կարող են սրանից ոգևորվել եւ նույն ձևով 26 թվականին կեղծել հանրապետական այդ ընտրությունները ամբողջ հանրապետությունում։ Եվ դրանից հետո արդեն ես շատ եմ ասել հարյուրավոր մարդկանց գիտեմ, ովքեր Հայաստանից դուրս են գալու եւ Հայաստան չի լինելու։ Եթե նա հաղթի, այսինքն Ալիևը շարունակելու է նոր բաներ պահանջել եւ նա ամեն ինչ զիջելու է։ Շատ ողբալի վիճակում ենք, սա իհարկե շատերը գիտեք իրենց իր ռեյտինգները լավ ընկել են, որքանով ես տեսնում եմ, իհարկե այդ աղանդավորների կորիզը կա, մոտ 15% են, բայց մնացածները ոնց որ զարթնել են։ Նա 680,000 մարդ չունի էլ Հայաստանում, մարդիկ հասկացել են, որ իրենց խաբել են։ Իդեպ իմ տաքսի վարորդը մի անգամ ասեց, եթե Կիլիկիա գարեջրի շիշը դուրս գար, մենք իր հետևից կգնայինք։ Այդ աստիճանի մարդիկ ուղղակի հոգնել էին անցյալից, պետք է ընդունել իհարկե, որ այո, անցյալում էր սխալներ կային, այդ պատճառով ենք մենք մասնավորապես այս վիճակում, բայց իհարկե որևէ անցյալ ղեկավար չի կարող համեմատվել այս խայտառակության, սա բան չի, սա գյադայա պետություն է, սա sense բան ես կյանքում չեմ տեսել, ոչ էլ պատմության մեջ եմ կարդացել սրա մասին։ Ամեն դեպքում ընդդիմության հետ այս հակամարտությունը, լարվածությունը շարունակվում է, ինչպես դուք էլ ասեցիք, կալանավորումներ եւ այլն։ Երկրորդ, երրորդ նախագահները հարցազրույցներ տվեցին, երրորդ նախագահը ավելի ծավալուն մանրամասներով ներկայացնում էր, շատ հանգամանքների դետալների մասներ խոսում, որոնք նախկինում չեն ներկայացվել եւ անմիջապես Փաշինյանի արձագանքը եղավ, Փաշինյանը պատասխանեց։ Այս հակամարտությունը որքան կշարունակվի եւ Փաշինյանի ներկայացրած այդպես պահանջները կամ հայտարարությունները, որ ես կարող եմ կհրապարակեմ, սկանավորում եմ հիմա թե 2019 թվականին ինչ առաջարկներ իրեն ներկայացվել, նաեւ ասաց, որ Սերժ Սարգսյանի նամակը նաեւ նա կհրապարակի։ Արդյոք այդ փաստաթուղթը ԵԱՀԿ Մինսկի խմբին համանախագահների կողմից ուղարկված 2019 թվականին այնպիսի մի փաստաթուղթ էր, որը կարող էր այլ լուծում լինել Արցախի համար։
որովհետեւ Փաշինյանն ասում է դա մի թոք էր դրսից պարտադրված, որ ավելի կարճացնում էր այն թոքը, որը արդեն իսկ կար մեր վզին Արցախի հետ կապված, ավելի կարճացվում էր։ Հիմա դուք ինչ եք կարծում, արդյոք լույս կսփռվի այս բանակցությունների հետ կապված քննարկումներին։ Նախ ես ինչպես գիտեք որևէ ղեկավարի հետ կամ որևէ քաղաքական գործիչի հետ որևէ կապ չունեմ եւ քաղաքականությունով չեմ զբաղվում եւ Աստված չտա, չեմ էլ ուզում։ Ես որոշ հատվածներ լսեցի, իհարկե անցյալում սխալներ եղել էր այդ անարդարությունը, եղել էր կոռուպցիա, որի պատճառով մեր ժողովրդին խաբեցին։ Կրկնում եմ, ոնց որ այդ մարդը ասեց, կիլիկիա գարեջրի շիշը դուրս գար, մենք հետևից կգնայինք։ Խաբեցին մեզ բոլորից, պետք է դա ընդունել։ Բայց որևէ ղեկավար այսպիսի խայտառակ ողբերգություն, պարտություն չէր բերել մեզ։ Դա էլ է փաստ։ Իսկ ինչ վերաբերվում է իր պատասխանին, դա պատասխան չի։ Ես այդ օրինակը բերել եմ։ Նա ունի մի 5-6 բառ, որը նա անընդհատ վերարտադրում է։ Նա ուրիշ բառ չգիտի, նա արգումենտ չունի։ Իրան հարցնում են՝ դու ինչու չկանգնեցրեցիր պատերազմը։ Ասում է KGB Ռուսաստան նախկին էր։ Նորից ենք հարցնում։ 3 օր անցավ պատերազմից մեր ռազմական ղեկավարությունը, հրամանատարությունը ասում էր պետք է անհապաղ կանգնեցնել։ Ինչու հրաժարվեցիր։ Ինչ KGB, ինչ նախկիններ, ինչ թալան կոնկրետ պլստում է, էլի ժողովրդական ասած պլստում է։ Հարցերից անընդհատ փախնում է։ ՀԱՊԿ-ը առաջարկել էր զինավարժություններ անցկացնել։ Ինչու չընդունեցիր։ Պատասխան չկա։ Ինչու հոկտեմբերի 19-ի առաջարկը Ռուսաստանի չընդունեցիր, որ պատերազմը կանգներ։ Ասում է Ղարաբաղը թող էր մեր վզին։ Այդ 5000 տղայի կյանքն էլ 18 տարեկան տղաներ, 18 տարեկան, 20 տարեկան տղաներ։ Իրանց կյանքն էլ էր թող քո վզին։ 2 տարի, ինչու է լկտի ձևով ասում ինչ կուզեմ կբանակցեմ։ Դա ինչ պատասխան է։ Այդ ձեր քուչի բազարի մակարդակի խումբը, որ բերել եք մեր ազգային ժողով, դարձրել եք բեսեդկա։ Այդ մակարդակով ոնց կարելի էր այս մարդուն ընտրել երկրի ղեկավար։ 2 տարի դուք ունեիք, որպեսի ինչ որ փողզիջման գնար, եթե կարծում եք, որ սա Ադրբեջանի մաս է։ Հիմա էլ վախեցել են, որովհետև այս փաստաթղթերը հայտնաբերվելու են։ Այդ սկանինգը չգիտեմ ինչքան է տևում, ես համալսարանում իմ պրոֆեսորների համար աշխատում էի, սկանինգը անում էի, 10 էջանոց փաստաթուղթը կարելի է 5 րոպեում սկանինգ ենթարկել, ամեն էջը մի 30 վայրկյան, դա էլ է երկար։ Դա մի 20 րոպեվա հարց է։ Ինչու է իրանց մոտ դա։ Միտումնավոր հիմա չի հրապարակում, մինչև տարվա վերջ հրապարակելու, որպեսզի ԵԱՀԿ Միսկի խումբը լուծարվի եւ ճիշտ լինի այդ թղթերը բացահայտելը հանրության։ Հա, թարգմանություն չենք ուզում ցույց տանք, որովհետեւ խայտարակվելու ենք, եւ երկրորդը մեզ ժամանակապետք, որ ինչ որ բան էլի կեղծել եւ մեզ մեր տերերը արևմուտքից հուշեն, թե էլ ինչ կարանք ասենք, որ մեր ժողովրդին խաբենք։ Դա է նշանակում։ Ինչ որ բան էլի կեղծելու են, ինչ որ փաստաթուղթ են կեղծելու, կցելու են։ Դե ասում է այդ փաստաթուղթը չի բացահայտել ինչի մասն է, բայց ասում է ըստ էության դա այն նույնն էր, որ մեզ մինչև հիմա պարտադրվել է, այսինքն դա մի թոք էր դրսից պարտադրված, որը ավելի կարճացնում էր այդ լարը։ Պարանը։ Մենք ունենք երկրի ղեկավար, որը բացի ասում է, ես իմ ժողովրդի մի մասը հանձնել եմ, հայրենիքի մի մասը հանձնել եմ եւ 5000 տղա սպանել եմ, 10000 վիրավոր ունենք, այն պատճառով, որ մենք թող ունենք, որը պետք էր կտրել, պարանը, որը պետք էր կտրել։ Ցանկացած ցիվիլ երկրում 3 րոպեվա ընթացքում այդ մարդու գրասենյակ կգային քաղաքական գործիչներ, նա հրաժարական կտար եւ կտեղափոխվեր ԱԱԾ-ի падվալ, որտեղ նրանք ցուցումներ կտար։ Ցանկացած ցիվիլ երկրում այսպես կլիներ, ոչ թե կընկնեին լրագրողների հետևից, բլոգերների հետևից, լրագրողների հետևից։ Մենք ունենք պետական դավաճանության վկայություն երկրի ղեկավարի կողմից եւ մենք ոչինչ չենք անում։ Շատ ցավալի է, որ մեր որոշ օրգանները փոխանակ զբաղվեն մեր ազգային անվտանգությամբ զբաղված են այս խելագար վախեցած բռնապետի հրամանները կատարելով։ Շատ ցավալի է։ Ձեզ համար ընկալելի էր, թե ինչու այս թեման բացեց Ադրբեջանը նաև բանակցությունների հետ կապված Արցախի հարցով, որ 2018-ին Փաշինյանը համաձայնվել է, հետո արդեն 1 տարի անց 2019 թվականին ասել ինձ կսպանեն, եթե ես նման որոշում կայացնեմ, սա ընկալելի էր, ինչու էր նա այս թեման բացում, սա արդյոք չի վտանգում Փաշինյանին, ինչ են ուզում այս կերպ հասկացնել, ուզում են արդարացնել իրենց գործողությունները եւ ներկայացնել միջազգային հանրությանը, որ Փաշինյանն է փակուղի մտցրել բանակցությունները, մենք պատրաստ էինք առանց ուժի լեզվով այս հարցը լուծել։ Գիտեք, նրանք ավելի ազնիվ են։ Ես ճիշտ ասած, այս աղանդի անդամները, դրա աղանդի անդամները ինձ բարիշացրեցին։ Ես էլ որևէ խնդրեմ չունեմ ադրբեջանցիների հետ, նրանք
արժանապատիվ ժողովուրդ են, նրանք երբեք չէին հանդուրժի, որ այսպիսի բան իրանց մոտ կատարվեր։ Նրանք իրանց մոտ չունեն այս գրանտակերների, դավաճանների համայնքը, որը կոչվում է քաղաքացիական հանրություն, թե ինչպես չգիտեմ, այդ NGO-ները, այդ Դանոսավանի քաղաքապետը, այսպիսի բան Ադրբեջանում չկա։ Նրանք իրանց տղաների հիշատակը չեն վաճառել, արյունը չեն վաճառել։ Նրանք արժանապատիվ երկիր են եւ կոնկրետ ասում են, ճիշտն են ասում, որ այսպես եղել է։ Ընդունվում քննադատություն չի հնչում իշխանության հասցեին, Հայաստանը ժողովրդավար է, իսկ Ադրբեջանում բանտարկում են բոլոր նրանց, ովքեր որ խոսում են։ Դե փաստորեն մենք արդեն հասանք նրանց վիճակին եւ երևի ճիշտը դա է։ Մենք արդեն բռնապետություն ենք, լիովին բռնապետություն ենք, բայց ցավոք սրտի բան չունենք, գազ ու նավթ չունենք, թե չէ Տիկին Բունդերլայնը կգար մեր ձեռներն էլ կլիզեր, ոնց որ Ալիևի ձեռներն էր լիզում։ Եվ երբ որ Արցախի մայրերը իրեն նամակ էին գրում, եկեք փրկեք, սովից մեռնում ենք, եւ ինչ որ copy paste արած նամակ ուղարկեց, դա էլ ենք մենք շատ լավ հիշում։ Հիմա նրանք ճշմարտությունն են ասում, այս մարդուն առաջարկում էին զիջել 5 շրջանը, 2 շրջանը պահել, ապագայի համար եւ ապագայում որոշել Ղարաբաղի ստատուսը։ Նա եկավ, այդ իր հիստերիկ ձայնով սկսեց գորգորալ, ես սկսում եմ զրոյական կետից, այսինքն մեր 30 թե 35 տարվա ընթացքում մշակված բոլոր փաստաթղթերը գցեց մի կողմ եւ սկսեց իր զրոյական կետից, այն էլ գախտնի ձևով ծրարներով բանակցում էր Ալիևի հետ եւ մեզանից գախտնի էր պահում։ Իսկ մեզ խոսքեր տալիս, որ մեր հետ կիսվելու է, մեզ հարցնելու եւ տեսեք ոնց խափեց։ Այս մարդը առաջի օրվանից խափելով հասավ այսօր։ Մենք ամեն ինչ կորցնում ենք եւ մեր հանրությունը սա հանդուրժում է։ Մարդիկ ասում են ես չեմ զբաղվում քաղաքականությամբ, ես գնամ իմ խորովածը ուտեմ, իմ քյաբաբը ուտեմ, արաղը լցնեմ փորիս մեջ։ Տենց են մարդիկ մտածում։ Գնացեք, արեք։ Նույն ձևով մտածում էին թավուշցիները, նույն ձևով Մեղրիի բնակչություններ մտածում երևի, որ հիմա իրանց տարածքով անցնելու են թուրքական կոմունիկացիաների ինֆրաստրուկտուրան, դա մեր ձեռից գնաց ընդմիշտ։ Հիմա էլ նույն ձևով Տիգրանաշենը իդեպ նա էլ ազիջելու, այդ խոսքը գցել է արդեն։ Դուք այս մարդու ոճը գիտեք, նա որ ինչ որ բան արդեն զիջել է, սկսում է կամած խոսք գցել։ Նա մուտիլովշիկների թագավորն է։ Ինչպես ասում է Հրանտ Բագրատյանը, սա սուպեր մուտիլովշիկ է, նա արդեն զիջել է, ինչպես միշտ նա սկզբից զիջում է, հետո գալի կամած մեզ խոսք է գցում դրա մասին, Օվերտոնի պատոհանը ոնց որ ասում են բացում է, նա արդեն Տիգրանաշենը զիջել է, դա ինչ է նշանակում։ Սյունիքը արդեն հյուսիսից էլ է կտրվելու։ Այդ կարևորագույն ճանապարհը կտրվելու է եւ այդ բնակչությունը տոտալ շրջափակման մեջ է գտնվելու, կամած սկսելու է լքել Սյունիքը։ Պլյուս 360 հազար ադրբեջանցի պետքա վերադառնան Հայաստան եւ մեծ մասը բնակվելու է Սյունիքում եւ Ադրբեջանը հետ չի կանգնում այդ պահանջից։ Պլյուս եվրոպացիները պասերով խաղում են սրա հետ։ Հիմա էլ մեզ էլի խոստում են տալիս, 25 տարի է մեզ խափում են։ Խոստում են տալիս, որ վիզաների ռեժիմը կազատ բան կանեն, կազատ բեզվիզ կտան, մեզ չգիտեմ հայերեն դա ոնց ասում։ Ասում են, որ բեզվիզ կտանք։ Այսինքն մի կողմից սխմում են սյունիքցիների վրա, որ դուրս գան, մյուս կողմից Եվրոպայի դուռը բացում են, որ արտագաղթեն։ Նայեք ինչ եղավ Բալտիկայի երկրներում։ Լիտվանիայում, Լատվիայում, Էստոնիայում ինչ եղավ, երբ որ նրանք դառնան Եվրոմիության անդամ։ Երիտասարդության 60%-ը, 70%-ը դուրս է եկել այդ երկրներից։ Արտագաղթ է լինելու Հայաստանում եւ նրանք օգնում են սրան, համ ընտրակաշարք են տալիս, որ այդ բեզվիզը խաղացնի մեր աչքերի դեմ, էլի իրան ձայն տանք։ Համ էլ օգնում են, որ Հայաստանը դատարկվի։ Նույն բանը եղել է Լեհաստանում, նույն բանը եղել է Բալտիկայի երկրներում։ Արտագաղթել են մարդիկ։ Եվ նրանք սրան օգնում են, որ Հայաստանը ամայանա դատարկվի։ Եվ մեր երիտասարդների մեծ մասը արտագաղթելու է, եւ ես իրանց չեմ մեղադրում։ Ինչ ապագա նրանք կարող են տեսնել մի երկրում, որը այսպիսի խելագար ղեկավար ունի, որտեղ ամեն օր կարող են գալ ձեր ինչ որ ասացի համար ձեզ գցեն գետնին դիմակներով այդ մարդիկ, առավոտը ձեզ տնից տանեն, ինչա թե այդ խելագարը զարթնել է, ինչ որ բանից ջղայնացել է եւ ինչ որ նոր հրաման է տվել մեր օրգաններին։ Այդ ինչ ապագա կա այս երկրում, որտեղ փողոցում հղիկին են սպանում, ոչ ոք չի կանգնում, ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում։ Պարլամենտում սպառնալիքներ, վիզը կկտրեմ, լեզուն կկտրեմ, այդ գյադայական այդ լեզուն, այդ բառերը օգտագործում են, հորս սարև, մորս սարև, այս դառել է քուչի բազարդ։ Այդ ով է մնալու այս երկրում։ Մեր երիտասարդները, ում ես գիտեմ, բոլորը ուզում են դուրս գան, եւ ես իրենց ոչ մի ձևով չեմ մեղադրում։ Բայց ասում են ազատականացման հետ կապված ժամկետ է տրվում նրանք, որ օրինական գտնվեն այնտեղ եւ ոչ բոլորը կցանկանան գնան այդ ժամկետը խախտեն եւ ապօրինի մնան արդեն այնտեղ եւ հակառակը ավելի շատ այդպես հետաքրքրությունը նվազելու է, քան հիմա որ արգելք կա գնալու։
Ամեն դեպքում խոսենք Տիգրան մասին խոսեցիք, ասացիք արդեն պայմանավորվել է, արդեն համաձայնեցրել է, երեք ասում էր, որ Սահմանազատման հանձնաժողովներում պետք է այդ հարցը քննարկվի, հասկանալ, որն է իրավական, եթե տանք պետք է հանրաքվե լինի կամ ամեն դեպքում ժողովրդի կամքը պետք է հետո ասել, արդեն հանրաքվեից անցավ ասած բանը, ժողովրդի կամքը պետք է լինի, եթե մենք որևէ տարածք տալիս ենք Ադրբեջանին, եթե հանրաքվե չէ, այդ դեպքում ինչպես է ժողովրդի կամքը հաշվի առնվելու, միգուցե ընտրությունները նկատի ունի, թե ինչ արդյունքներ կլինեն։ Ամեն դեպքում, բայց ասաց, որ Արցվաշենը պետք է վերադարձնի Հայաստանը։ Ինչ հնարավորություններ կա, արդյոք մենք կկարողանանք, եթե անգամ փոխանակման հարց առաջանա, Արցվաշենը հետ վերցնենք։ Գիտեք, մենք իզուր ենք ցիտում այդ լուզերին, որովհետև իր բառը ոչ մի բան չի նշանակում, որևէ քաշ չունի։ Նա արդեն 7 տարի է մեզ խաբում է։ Ամեն օր իր խոսքը փոխում է, ինչ որ նոր արդարացում է մտածում։ Այդ Արցվաշենի պատմությունը նա մեյդանակցել, որովհետև արդեն զիջել է մեր անկլավները արդեն զիջել է, ուզում է մեզ խափի, ասի մենք էլ ինչ-որ բան ձեռք բերեցինք։ Հիշում եք Ղարաբաղը, որ հանձնել էր, ասել էր մենք ինքնիշխանություն ձեռք բերեցինք։ Հիմա նույն ձևով այդ Արցվաշենի հեքիաթն է մեզ պատմում, ով է գնալու Արցվաշեն ապրի, ներողություն։ Դա Ադրբեջանի խորքում է, բավականին հերոյ է մեր սահմանից։ Ով է այնտեղ գնալու ապրի։ Ով է ուզենալու ադրբեջանցիների հետ գործ ունենա։ Այսինքն էլի ինչ որ խոստում է տալիս, հաստատ Տիգրանաշենը արդեն զիջել է, որը նշանակում է, որ Սյունիքի ապագան արդեն շատ պարզ է եւ շատ տխուր։ Այսինքն դուք կասկած ունեք, որ մենք այդ 4 անկլավներն էլ կտանք եւ ոչինչ չենք ստանա։ Բայց Սահմանազատման հանձնաժողովի դեպքում ինչի համար է աշխատում։ Միայն տալու մեր տարածքներից եւ ոչինչ չստանալու, այսինքն դա փոխհամաձայնեցման պետք է լինի։ Նայեք այս մարդու անցյալում ասածը եւ արածը։ Նա խոստացավ, որ Ղարաբաղը կպահի, հետո խոստացավ, որ խաղաղ ձևով կլուծի հարցը, հետո խոստացավ, որ Հադրութը եւ Շուշին հետ կբերի խաղաղ ձևերով, ոչ մի բան չստացվեց դրանից։ Հետո խոստացավ, որ Թավուշում չենք զիջելու, հետո պարզվեց զիջելու ենք, հետո վազեց Պրագա Ղարաբաղը զիջեց, հետո մենք հետո դրա մասին իմացանք, էլի մեզ խափեց։ Հիմա էլ Տիգրանաշենի այս բան հեքիաթն է մեզ պատմում, այսինքն Արցվաշենի հեքիաթն է մեզ պատմում, որ արդարացնի, որ մենք էլի ինչ որ բան զիջելու ենք։ Իսկ Ալիևը չի կանգնելու, նա քանի տարի է չի կանգնում։ Եվ իր ամենակարևոր պահանջը պաշտոնական պահանջ է, որ մենք պետք է ընդունենք 300,000 ադրբեջանցի, որոնք միանգամից գրավելու են ամենակարևոր ստրատեգիկ դիրքերը Հայաստանում, դրանից հետո պահանջելու են ինքնավարություն, ներկայացություն մեր այսպես կոչված ազգային ժողովում, եւ մենք փոխանակ միայն հայերենով հայոյանքներ լսել, հիմա էլ թուրքերենով ենք լսելու։ Չնայած մեր հայոյանքների կեսը առանց դրա թուրքերեն է, այդքան էլ սարսափելի չի։ Այսինքն պատրաստվեք, սա ես չեմ հասկանում մարդիկ ոնց են կարծում, որ սա լավ է վերջանալու։ Ինչ սցենարով ասա լավ վերջանալու, ես չեմ տեսնում։ Իսկ իրանց պատասխանը, ասում եմ, շամպես, որ շունը գիտեք, որ խոսում ես, գիտի, կատու, միս, ոսկոր, զբոսանք, չգիտեմ, ինչ որ էս բառեր։ Ինչ ուզում ես իրանց ասա, նախկինները, Թալանը, ռուսները, KGB-ն։ Ասում ես ինչու հանձնեցիք, 5000 տղա ինչու սպանեցիք, KGB, ռուսական ագենտ։ Դրանից բացի նրանք ոչինչ չգիտեն։ Նրանք մեքենա ունեն, այս իրանց քարոզչական մեքենան է աշխատում, մարդկանց վրա ցեխ ալեցնում ու անընդհատ այդ նույն բառերը կրկնում։ Բայց այստեղից կարծիք են հայտնում, ասում են, որքան որ գնացին ադրբեջանցիները Արցախում ապրեցին, այնքան էլ կգան Սյունիքում կապրեն։ Սա ուղղակի Ադրբեջանի կողմից մեզ ճնշելու գործիք է եւ նաեւ իր ժողովրդին այսպես հաջողանալու գործիք է, որը փորձում է կիրառել, իրականում նման բան չկա, Միրզոյանն էլ ասում է նույնիսկ չենք բանակցում այդ հարցի շուրջ։ Եթե ադրբեջանցիները կգան կապրեն Սյունիքում, կարծում եք։ Եթե մարդիկ ուզում են իրենց խաբել, թող շարունակեն խաբել։ Նրանք շատ հստակ ասել են, որ մենք պետք է վերադառնանք Հայաստան, այնտեղ կա պաշտոնական կազմակերպություն, Արևմտյան Ադրբեջանի ինչ որ խորհուրդ, թե ինչ որ կազմակերպություն կա եւ այդ կազմակերպության պատգամավոր է նաեւ։ Ղեկավարը Ալիևի կուսակցության պատգամավոր է, այսինքն դա շատ պաշտոնական ձևով արվում է։ Իրանց նպատակն է կամաց-կամաց Սյունիքը վերացնել, հետո էլ մեր հերթը կգա։ Եվ մեր աղանդի անդամները, ովքեր ասում են մեր փրկիչը, ոնց են ասում, մեր ու մանուկ, թող գան մեզ մորթեն, էլի իրան ձայն կտանք, այսինքն Հայաստանում կմնան իր աղանդի անդամները։ Իսկ բոլոր մարդիկ, ում ես գիտեմ, ասել են, եթե սենց շարունակվի, եթե ընտրություններում նա հաղթի, մենք Հայաստանից դուրս ենք գալու։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։ Տեղեկացնեմ, որ տեսակապով զրուցում էի Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։